Գաղտնիք չի լինի, եթե ասեմ, որ վերջին շրջանում Instagram-յան Reels-երում կամ նույնիսկ TikTok-ում շատացել են սև վադալասկաները։ Ինչի կհարցնեք դուք։ Ես կպատասխանեմ, որովհետև Carolyn Bessette Kennedy-ն է հագել այդ, այն էլ 90-ականներին։ Ոչ մեկին չի հետաքրքրում, որ Carolyn Bessette Kennedy-ի մարմինը, նրա դեմքի կառուցվածքը, որը շատ հաճախ նմանեցնում են Ամազոնկա տիպի, շատ վադալասկասազա Կարլ։ Իրան սազում էր այդ հագուստը։ Բայց արի ուտես, որ այսօր fast fashion-ը ու միլիոնավոր բլոգերներ փորձում են գովազդել Carolyn Bessette Kennedy-ի հագուստի ոճը, նրա անհատականությունը, ստեղծել նոր էսթետիկաներ։ Clean girl, ballet core, twig, coquette, dark academia, cottage core, այս էսթետիկաների մասին լսել են բոլորը, գիտեն բոլորը, որոշ մարդիկ փորձել են նույնիսկ դրանք, գուցե ստացվել է, գուցե չէ, կարող արմատացել է, կարող է ոչ, դրանք դառնում են մեր անձնական կյանքի ու ամենօրյա կյանքի ինչ-որ հատվածը, այն գրքերը, որոնք մենք կարդում ենք, ամենակարևորը այն հագուստը, որը մենք կրում ենք, այն մեյքափը, որը դու անում ես, այն մազերը, որոնք դու սարքում ես, նույնիսկ ուտելիքը, կյանքի ոճը, ամեն ինչ համապատասխանացվում է որոշակի էսթետիկայի։ Արդյոք դրա մեջ կորում է անհատականությունը, թե ոչ, ինչպես գտնել քո սեփական ոճը, ու ինչի է այս ամեն ինչը վերածվում fast fashion-ի թեթև ձեռքով, մի հատ մուլտիմիլիոնանոց, դոլարանոց նորաձևության ոլորտի, որը քանդում է ամեն ինչ։ Հենց դրա մասին այսօր աղջիկության եթերում փորձելու ենք խոսել։ Իսկ ես հիշեցնեմ, որ աղջիկություն ոդկասթի շրջանակներում մենք խոսում ենք մեզ տանջող բոլոր աղջիկական թեմաներից, Mr. Darcy-ից մինչև կվանտային ֆիզիկան, քննարկում ենք մեզ տանջող բոլոր հարցերը, կիսվում ենք փորձով ու փորձում ենք հասկանալ ինչ ենք մենք անում այս երկիր մոլորակի վրա։ Մեր ալիքը դեռ շատ փոքր է ու յուրաքանչյուր աջակցություն չափազանց կարևոր է մեզ համար։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե բաժանորդագրվեք, լայքեք, մեկնաբանություններում գրեք, թե այսքան ժամանակ որ էսթետիկան եք փորձել, որովհետև ես այսօր պատմելու եմ իմ էսթետիկական պատմությունների մասին։ Կիսվեք ձեր ընկերների հետ ու առանց երկար տանջելու սկսեցինք։ First things first, գլուխ 1. Էսթետիկաները ու ինչի են դրանք ընդհանրապես առաջանում։ Որպես հունական դիցաբանության եւ ընդհանրապես հունական բառերի ֆանատ, սկսենք էսթետիկա բառից։ Այս բառը ծագում է հունարեն էսթետիկուս բառից, որը նշանակում է զգայական ընկալում։ Ստեղից արդեն հասկանում ենք, չէ՞, որ եթե դա զգայական ընկալման հետ կապ ունի, ուրեմն այդտեղից ելնելով հասկանում ենք, որ էսթետիկաները ու ընդհանրապես այդ գունավոր, հետաքրքիր, տարբերվող պատկերները մեզ բերում են որոշակի զգայական ցնցումներ կամ նույնիսկ ազդակներ, որոնք ենթագիտակցական դաշտում սկսում են մեր վրա մեծ ազդեցություն ունենալ։ Պատմականորեն բոլոր ոճային ուղղությունները կապված են եղել որոշակի ենթամշակույթների հետ։ Դուք գիտեք գոպնիկներին, դուք գիտեք կոտերին, էմոներին, skater girl-ներին, Avril Lavigne-ի էրան կա, երևի մինչև որս չգիտեմ։ Նույն ձևի ես 2010 երբ որ թիվներ գուսպիդի սույսը Tumblr-ի էրան ես շատ էի սիրում Twin ու Zoe Deschanel-ի էրան, այդ կալկոտկաները, հետաքրքիր, ինքը ոչ խիպստեր էր, ոչ բատանիկ էր, ոչ նուրդ էր, բայց եթե գրեք, ես կփորձեմ ստեղ մի հատ նկար դնել, որ բոլորը հասկանան ինչ եմ ես ուզում ասել, երևի Taylor Swift-ի ֆանատներն էլ են դրա մեջ ինչ որ ձև մտնում, բայց anyway, այս բոլոր ենթամշակույթները մի հատ խորը գաղափարախոսություններ ունեին, կարող լիներ երաժշտությունը, կարող լիներ իրական համայնք, ոնց էին իրանք ապրում, ու այդ ամեն ինչը բերում էր որոշակի էսթետիկայի։ Ես չգիտեմ դուք ոնց, բայց ես էսթետիկանը շատ եմ սիրում։ Անկեղծ, սիրում եմ։ Ու ես սիրում եմ, որ իրանք լինեն տարբեր, հետաքրքիր։ Ու իմ թեորիան այն է, որ ես ուղղակի փոքր ժամանակ ուզում էի լինել ամեն ինչ։ Դրանից ելնելով ես փորձում եմ անդադ ինչ-որ նոր հետաքրքիր ոճ գտնել։ Չեմ հագնվում նույն ձև, հագնում եմ ամեն ինչով։ Ձեդոյիս շորերից վերջացրած քերրիիս սվիտերով։ I don't know. Ես ուզում էի լինեի հնեաբան, մանկաբույժ, տոփերի, կախարդ, իրավաբան, ու այդ ամեն ինչը մի հատ մեծ ֆլակոնի մեջ։ Ինչ դարա վերջում ես էլ ճիշտն ասած չհասկացա։ Դարի 5 տարեկան Անահիտին բացատրի ինչ էի անելու ես 24 տարեկանում, բայց ես այն թվերից սիրում էի հագնվել։ Նորաձևությունը միշտ իմ կյանքում շատ կարևոր դեր էր խաղում։
ու հագնվելու տակ ես ի նկատի ունեմ, որ ես փորձել եմ նմանվել ինչ-որ էսթետիկայի, ու ես կարծում եմ, որ այդ շատ նորմալ էր։ Դիցուք եթե դու փորձում էիր ինչ-որ փերի լինել, դու սկսում էիր հագնել վարդագույն, փայլփլուն, շատ ժուշչկաներով, ինչ-որ ժանյակներով զգեստներ, ու տեսնում ենք, որ մանկությունից ելնելով այդ ամեն ինչը հələ կար, ու դու սկսում էիր արդեն նմանվել որոշակի էսթետիկայի։ Այնինք, որ ուզում էի փաստաբան դառնալ, դա հիշում եմ, էլի 7-րդ դասարանս էր։ Ես մամային ստիպել էի, որ ինձ մի հատ վարդագույն պիջակ առնի։ Արդյոք ես ակա այդ պիջակը գուցե մեկ անգամ, բայց արդյոք ես իմ պրայմում էի այդ ժամանակ, այն էլ ինչ տեսակի։ Ես կրուտո էի, ես կարծում էի, որ ես վերջն եմ։ Ցավոք այդ նկարը չկա, բայց իմ ուղեղում այդ նկարը դաջված է։ Դեռ հետևություն, որ էսթետիկան չի տալիս արդյունք, ինքը ուղղակի տալիս է մի հատ զգացմունք, որոշակի վարքագիծ, գուցե չհավատաք, բայց քո վարքագիծը փոխվելու է, ու փաստացի այն էսթետիկաները, որոնք դու փորձարկելու ես, ստեղծելու են քո անհատական եսի որոշակի տարբերակները։ Ոնց որ եթե քո անունը Դիանա է, լինելու է Դիանա 1 cottagecore, Դիանա 2, չգիտեմ, Egyptian archaeologist եւ այլն եւ այլն։ Ու տենց մի 1000 հատ։ Այսօրվա էսթետիկաները հիմնականում, ինչը իմ կարծիքով մի քիչ տխուր է, իրենք հիպերկուրացված վայբեր են։ Այսինքն դրանք առաջանում են, որովհետեւ կա որոշակի ուղեցույց, այսինքն դու չես փորձում ուղղակի ինչ-որ կոստյումային տեսքով հագնել դա ու փորձել ինչ-որ բան, այլ իրենք դառնում են որոշակի ուղեցույց։ Դիցուք դրանք օգնում են մարդկանց անուն տալ այն իրերին, որոնք իրենց դուր են գալիս, կենտրոնացնել ինչ-որ բան, լեյբլներ դնել, պիտակներ դնել, բայց միևնույն ժամանակ կարար այդ մի հատ պիջակը քեզ դուր գար, դու իրան երկար տարիներ հագնեիր, բայց come on, դա ինչ-որ էսթետիկայի բան չէր։ Երկրորդ տարբերակը այդ մարքեթինգայինն է ու այդ ապրանքանիշների գովազդը։ Այսինքն բրենդները ցանկանում են, որ մենք մեր ինքնությունը կապենք իրենց ապրանքների հետ, օրինակ, չգիտեմ, սևամորթ արվեստագետների մի հատ էսթետիկա կար, որը սկզբանե ստեղծվել էր հենց սևամորթ արվեստագետների համար ու իրանց ինքնաարտահայտման համար, բայց ինքը վերածվեց մի հատ թանկարժեք ուղղության, որ մարդիկ սկսեցին այդ պալարոիդ տեսախցիկները գնել, ինձ թվում է այսի շատ մեծ կապ ունեցել նաև Tumblr-ի էրայի հետ ու այն հայտնի Fjällräven ռյուքսակները, որոնք էլի բոլորը սկսեցին առնել, то есть այս ամեն ինչը ոչ միայն տենց սուգուբը կապ ունի նրա հետ, որ come on հավեսա եկեք փորձենք, այլ այդ ամեն ինչը սկսում է լուրջ մի հատ թեմա դառնալ, որ fast fashion-ին շատ վատ արդյունքների է բերում։ Ու այս վերջերս ես ինտերնետում գտել եմ մի հատ fandom-ի sub website-ը, Aesthetics Wiki։ Կարաք անպայման նայեք, ես նկարը կդնեմ այս podcast-ում, այս մեր էպիզոդում, ու եթե հետաքրքրի, կարաք ուղղակի մտնեք ու տեսնեք, թե վերջին շրջանում ինչքան էսթետիկաներ են ստեղծվել, տառերով գրած է, ու ասենք դուք գիտեք, որ կար Arcadecor կամ Arab Funny կամ Après-Ski, что-то такое, կամ Adventure Pulp էսթետիկա, ես չգիտեի, բայց հետաքրքիր է իմանալ։ Գլուխ 2. Անհատականության ճգնաժամը մեր օրերում։ Զգացել եք, որ բոլորը նման են։ Ես արդեն վերջին մի քանի տարվա ընթացքում եմ զգում, ու ես կարծում եմ, որ էսթետիկաներն են մեղավոր դրա մեջ։ Վերցնենք առաջին բերած օրինակս։ Caroline Bessette Kennedy։ Վերջերս այս սերիալը դարձավ հայտնի, մարդիկ սկսեցին ավելի շատ հետաքրքրվել իր կյանքով, որոշ չափով սկսեցին ռոմանտիզացնել իրանց մի քիչ տոքսիկ հարաբերությունները։ Եթե շատ խորացված չեք այդ կենսագրության թեմաներում, կարաք մի քիչ կարդաք, բայց մի սուտ, Caroline Bessette Kennedy-ն ուներ որոշակի անհատականություն։ Այդ ինքն էր 90-ականներին բացարձակ մինիմալիզմ, ոչ մի ավել զարդեր, նա գնում էր մի հատ, բայց գնում էր լավը, գնում էր որակով, անընդհատ վերահագնում էր ու վերափորձում էր, նոր կյանք էր տալիս հին իրերին, բայց միևնույն ժամանակ այն ինչ որ մենք այսօր ենք տեսնում, այդ փաստացի անհատականության կորուստն է։ Մենք ապրում ենք ճգնաժամային ժամանակաշրջանում, երբ որ անհատական ոճը էլ արդեն անհատական ոչ չի, դու ուղղակի մտնում ես որոշակի էսթետիկայի մեջ, որը կարող կրի մի միլիոն մարդ,
ու քեզ թվում է, որ դա դարձավ քո անհատական ոճը, բայց չէ, ցավոք, այդ բոլորինն է արդեն։ Այսօր գոյություն ունի ամեն ինչի էսթետիկա։ Ու ես երդվում եմ, եթե չէ, որ հայտնի դառնամ, երևի կլինի Անահիտ Աղոյանի 17 տարեկան ոճի էսթետիկա, ինչու չէ, ես շատ հպարտ կլինեմ դրանով, բայց նիսուց, միևնույն ժամանակ ես շատ կտխրեմ, որովհետև կստացվի, որ ես ինքս կորցրեցի այդ էսթետիկան, ու այդ իմ սուկուպը ստիլը կորավ, ու այդ կսկսի պատկանել բոլորին։ Ու այդ էսթետիկաները, որոնք մենք սկսել ենք էսթետիկաներին վերաբերվել որպես մի հատ դպրոցական համազգեստների։ Okay, այսօր կփորձեմ այս, վաղը փորձեմ այն մեկը, դու կարող ես ամեն ինչ, դու կարող ես ամեն օր փոխել քո էսթետիկան։ Բայց այսօր այդ անհատականություն փնտրելը գրեթե անհնար է դարձել, որովհետև մենք ուղղակի խեղդվում ենք պիտակների մեջ։ Օրինակ, ես այս վերջերս հասկացել եմ, որ եթե ես հագնեմ ինչ որ չգիտեմ, սև կիսաշրջազգեստ, վարդագույն վերխ, որը ունենա ինչ-որ ժանյակներ, այդ հələ չի նշանակի, որ ես soft girl էսթետիկա եմ։ Այդ նույն ժամանակ ինքը կարա լինի կոկետ, ու միևնույն ժամանակ ինքը կարա լինի բալետ կոր։ Տիպը լյուդի, ինչ է ստեղ կատարվում, ու ինչի եմ ես արդեն ծերես ամեն ինչի համար։ Ու երևի մի օր նույնիսկ կլինի tomato fairy princess, չգիտեմ, այդ էսթետիկան եթե ստեղծեք, ֆլու какое-то. В общем, այս կաղապարվածությունը բերում է նրան, որ մենք այլևս չենք հագնվում որպես մենք, այլ մենք հագնվում ենք որպես ինչ-որ կոստյում, որոշակի տրենդային ցիկլի համապատասխանելու համար, ոնց որ այսօր բոլորը հագնում են այդ անտերի մնացած սև վադալասկաները, չնայած դուք կարաք այդ նույն շանսով նմանվեք Ստիվ Ջոբսին, ինչու ոչ։ Ես չեմ ասում, որ այդ վատ է, բայց որոշ չափով նշանակում է, որ մենք չենք գտնում այն, ինչը մերն է։ Եթե անհատականությունը իսկապես գոյություն ունի, ապա այսօր ինքը չկա։ Left the chat, որովհետև ճգնաժամային ժամանակում ենք ապրում։ Մարդիկ արդեն չեն հասկանում ինչ են ուզում, ու վերջին շրջանում ես զգացել եմ, որ մեր սերունդը մի քիչ ավելի բարդ է կողմնորոշվում։ Ու այդ միշտ է եղել, բայց այս մեր սերունդը հատկապես ավելի բարդ է այդ ամեն ինչի տակից դուրս գալիս, ու նաև ամենավատը այն է, որ մենք շատ դժվար ենք սկսել ընտրություններ կատարել։ Նույնն է, եթե ես իմ անհատականությունը, այսինքն եթե ես ճգնաժամի մեջ չլինեի, փորձեի իմ անհատականությունը ստեղծել, գնալ, փորփրել, գնալ second hand, հասկանալ ինչն է ինձ սազում, Էդի կլիներ ինչ-որ ընտրություն, ես կանեի այդ մտածված, բայց փաստացի չէ, ես գնում եմ որոշակի էսթետիկայի հետևից, որը ինձ Instagram-ն է թելադրել, ու ես, չգիտեմ, մի գիշերվա մեջ դառնում եմ Y2K, չնայած ես 7 տարեկանում ծիծաղում էի, օրինակ, Paris Hilton-ի վրա, Paris, I love you, darling, այս կատակ էր, ու այս ամեն ինչը բերում է մի հատ ցիկլի, որ ավելի ես հասկանում, որ փաստացի անհատականություն էլ չկա, Մարդիկ էլ չեն ուզում անհատական լինեն, որովհետև կաղապարների մեջ մտնելը ավելի ճիշտ է։ Օրինակ, եթե գնում ես աշխատանքի, դու հագնում ես որոշակի office style, ու office style գտնելու համար դու գնում ես Pinterest, Google-ում ես այդ ամեն ինչը, ու դու ունես արդեն կաղապարված մի լիքը ստիլիստիկաներ, որոնք փաստացի դու ընդունում ես, ասում ես, okay, այս իմ անհատականությունն է, այս իմ ոճն է, բայց դու ոչ մի բան չստեղծեցիր։ Ու ստացվում է, որ մենք ենք այս խնդիրը ստեղծում ու մի հատ էլ տառապում ենք, որ մենք չենք կարողանում անհատական ոչ գտնել, բայց միևնույն ժամանակ այդ մի քիչ կապ ունի ալարկոտության հետ։ Բա մի ալարի, մի գնա այն էսթետիկաների հետևից, որոնք կան, այլ փորձիր ստեղծել նորը։ Գլուխ 3. Արհեստականություն եւ սոցցանցեր։ Սոցցանցերի ալգորիթմները մեզ պարգևատրում են միատեսականությամբ։ Ալգորիթմը ոնց է աշխատում։ Ինչքան շատ ես դու հետաքրքրվում որոշակի ոլորտով, որոշակի էսթետիկայով, մեր դեպքում ինքը սկսում է քեզ ավելի շատ այդ պատկերները ցույց տալ կամ այդ ռիլերը գովազդել, ու դու այդ ամեն ինչը լայքում ես ու այդ վերածվում է մի հատ սատանայական շրջանի։ Բովանդակություն ստեղծողները հաճախ ստիպված են լինում մնալ մեկ էսթետիկայի մեջ, որպեսզի չկորցնեն լսարանը, ինչը ստեղծում է միաթվային վանդակ։ Իմ ամենասիրած բլոգերը The Cottage Fairy, ինքը cottagecore-ի էպիֆեմինին է, չգիտեմ, ինքը cottagecore-ն է, դրանից են կողմ ես յան չեմ պատկերացնում, բայց վերջին շրջանում ինքը գնեց մի հատ գրախանութ ու տեղափոխվեց քաղաք, ինքը երեխա ունի, կարաք իրան գուգլեք, ես իր ալիքը շատ էի սիրում, հիմա ինքը էլ վիդեոներ չի նկարում, համենայն դեպս ինչ արեց, իր անունը Պաուլա է,
Պաուլան որոշ չափով հեռացավ կոտեջքոր իր էսթետիկայից։ Ինքը հիմա քաղաքում ապրող գրքավաճառ է, գրախանութի տեր։ Ու ես իր ստիլի մեջ արդեն տեսնում եմ ոնց է փոխվել իր էսթետիկան։ Հետաքրքիր է, որ որոշ մարդիկ կարողանում են դրա մեջից դուրս գան, բայց որոշ մարդիկ հատկապես Instagram-ում մնում են այդ էսթետիկայում, որպեսզի կարողանան հավաքել վյուներ ու լինել ինչ-որ էպիցենտրում, հա, այդ էպիկենտրոնում են բոլոր իրադարձությունների, որոնք տեղի են ունենում։ Ու այս ամեն ինչը բերում է որոշակի կուրացված ինքնության։ Մարդիկ սկսում են ապրել ոչ թե իրական, այլ մեդիացված կյանքով։ Նրանք ցուցադրում են կատարյալ, բայց արհեստական պատկերներ։ Դրա համար էլ ասում եմ, որ սոցցանցերը արհեստականություն են արտահայտում ու շատ հաճախ մեզ խաբում են։ Շատ հաճախ որն է 99%-ում։ Նաև ես բերում եմ մի հատ ահավոր վատ խնդրի, որը ես անվանում եմ fast fashion, կերսպառում, ու TikTok-ի ու Instagram-ի տրենդները մեզ մղում են անverջ գնումների։ Լուրջ եմ ասում, ինձ թվում է Սև Վադալասկաների առևտուրը ու այդ գնորդների քանակը վերջին մի քանի ամսում թռել է ստրատոսֆերա ու յուրաքանչյուր նոր քոր իր հետ բերում է գնումների հսկայական ցուցակ։ Սկսած skin care-ից մինչև ինտերիեր։ Այսինքն տեսեք, եթե դու բավականաչափ վստահ ես, որ այդ էսթետիկան քոնն է, փորձում ես դարձնել դա քո անհատականության որոշակի հատվածը, ստացվում է, որ դու ոչ միայն փոխելու ես քո ամբողջ կյանքը, այլ նաև ծախսելու ես մի տոննա գումար, որպեսզի ուղղակի համապատասխանես տվյալ էսթետիկային։ Ինչ ենք անում մենք աղջիկներս, տվեք, իհարկե, just take my money, բայց այդ հիմարություն է։ Նորաձևության ինդուստրիան կառուցված է մեկ հիմնական սկզբունքի վրա՝ անընդհատ փոփոխություն։ Տրենդները հատուկ ստեղծվում են այնպես, որ շատ արագ փոխվեն, այս տնտեսապես շահավետ է, որովհետև ստիպում է մարդկանց անընդհատ գնել նոր բաներ, ու այս երևույթը հաճախ կոչվում է fast fashion, ու fast fashion ընկերությունները, օրինակ H&M-ը, նույն Zara-ն, իրենք արտադրում են մեծ քանակությամբ հագուստ շատ արագ եւ համեմատաբար էժան նյութերից, օգտագործելով child labor-ը, ու այդ հագուստը հաճախ նախատեսված է շատ կարճ ժամանակ օգտագործելու համար, որովհետև ուղղակի ագրելից է պատրաստված ու անվորակ է, արդյունքում մենք ստանում ենք մի հատ իրավիճակ, որտեղ մարդիկ հաճախ գնում են շատ հագուստ, բայց իրականում այդ հագուստը իրանց պետք էլ չէր, երկար ժամանակ չեն էլ օգտագործելու, ուղղակի թափելու են։ Այստեղից գալիս է մի հատ բարձ սկզբունք, շատ մարդիկ հիմա ապրում են մինիմալիստական կյանքով ու խորհուրդներ են տալիս։ Ես այս պահերին շատ հաճախ հիշում եմ Ջոան Դիդիանի ցուցակը, որտեղ ու ես շատ էի սիրում իր ստիլը, որովհետև ինքը մինիմալիստական կյանք էր վարում, բայց ահավոր հետաքրքիր հագուստի ընտրություններ ուներ։ Եթե նայենք իր ցուցակը, շատ քիչ բան է իրան պետք, ուղղակի ճանապարհորդելու համար, չնայած այսօր եթե դու որոշակի էսթետիկայի մեջ ես, քեզ ավելի շատ բան պետք կգա։ Բայց եթե նույնիսկ դու որոշակի էսթետիկայում ես, ունեցիր քիչ, բայց ունեցիր որակյալը։ Որակյալ հագուստը ավելի երկար է ծառայում, ավելի լավ է նստում քո մարմնի վրա, հաճախ ավելի հեշտ է համադրվում։ Այսինքն, եթե դու որոշակի չափով հրաժարվես էսթետիկաներից, այդ մինիմալիզմը նույնիսկ կբերի հենց քո անհատական ոճի ստեղծմանը։ Ինչը շատ հետաքրքիր երևույթ է։ Գլուխ 4. Ինչպես հասկանալ ինչն է քոնը։ Իրականում անհատական ոճը ձևավորվում է երկար ժամանակի ընթացքում, այլ ոչ թե մեկ առցանց պատվերով։ Առաջին հերթին ինչ կանեին, այդ ոգեշնչվելն է։ Ոգեշնչվիր, այլ ոչ թե ենթարկվիր այն ազդեցությանը, որը գալիս է սոցիալական ցանցից։ Շատ ճիշտ կլինի, եթե փնտրես ոգեշնչում ֆիլմերում, երաժշտության մեջ եւ նաեւ արվեստում։ Ոչ թե միայն տրենդային խոլերից կամ այդ էսթետիկաներից, որոնք կան TikTok-ում կամ Instagram-ում։ Երկրորդ թիպը որ կտայի, այդ նպատակային հագնվելն է։ Այսինքն շատ հաճախ կարող ես ինքդ քեզ հարցնել, ինչի համար ես հագնվում։ Պետք է կենտրոնանաս քո իրական կյանքի վրա, ինչ պահանջներ դու ունես, ինչով ես զբաղվում ու ոնց է այդ հագուստը օգնելու քեզ զգալ քեզ շատ հարմար քո կաշվի մեջ ու շատ հեշտ կլինի, եթե ինչ-որ հիպոթետիկ սցենարներ ստեղծես ու փորձես հասկանալ, թե քո նպատակը այսօր հագնվելու որն է։ Երրորդ թիպը, ելնելով երրորդ գլխից, այդ կլինի երևի որակը քանակից կարևոր է,
նախապատվությունը ավելի շատ պետք է տալ լավ որակով գործվածքներին, որոնք շատ հաճախ կարելի է գտնել second hand-երում ու գնել ավելի շատ basic իրեր, չնայած որոնք կարելի է spice up անել ու հետաքրքիր դարձնել քո անհատական զարդերով, կամ այդ նույնը դու կարաս հետաքրքիր ինչ-որ համադրես շարֆերով, այն ամեն ինչով, ինչը քեզ ավելի հետաքրքիր կդարձնի։ Ու ամենակարևորը հիշել, որ փորձը փորձանք չի, անձնական ոճի փնտրտուքները միշտ էլ բարդ են, բայց պետք է հասկանալ քո նպատակը։ Ես միշտ այն օրինակն եմ բերում, որ եթե դուք երբեք A բանը չեք արել, վերցրեք ու փորձեք, կարող է հենց այդ A բանը դառնա ձերը ու օգնի ձեզ հասկանալ իրականում ինչն է հենց ձերը։ Անձնական ոճը ձևավորվում է ժամանակի ընթացքում ու այդ նորմալ է։ Ինքը կապված չի ոչ միայն հագուստի հետ ու մյուս կողմից ես հասկանում, որ այդ շատ նաև կապված է ավելի շատ կապված է մարդու ներաշխարհի, նրա ապրելակերպի, արժեքների, հասարակության հետ ու հետաքրքրությունների հետ, որոնց հետ այդ մարդը ապրում է։ Ու շատ աղջիկներ կարծում են, որ իրենց ոճը պետք է անպայման գտնել, բայց իրականում ոճը ավելի շատ ձևավորվում է փորձերի միջոցով։ Գլուխ 5. Ամեն ինչ ավելի պարզ է, քան դու մտածում ես։ Մենք աղջիկներով իրականում շատ ենք սիրում ամեն ինչ բարդացնել։ Ես էլ եմ սիրում ամեն ինչ բարդացնել, փորձում եմ դրա դեմ պայքարել, չգիտեմ ոնց է ստացվում։ Ու ես ուզում եմ, որ իմանաք, որ դուք մենակ չեք։ Այդ գալիս է այն բամբարդիրովկայի պես մեր վրա թափվող կոնտենտից ու անընդհատ փոփոխվող տրենդներից։ Այդ նորմալ է, այդ ամեն ինչը զգալը ու ամեն ինչ բարդացնել փորձելը նորմալ երևույթ է։ Բայց մենք չենք հասկանում, որ անհատականությունը գտնելու կամ սենց ասենք հորինելու կարիք այդքան էլ չկա ու պետք չէ ինչ-որ ծանրաքարշ աշխատանք կատարել դրա համար։ Ուղղակի պետք է ընդունել, թե դու ով ես ու ուր ես ուզում գնալ։ Այդ ամեն ինչ ուղղակի այդքան հեշտ է։ Բայց շատ հետաքրքիր է, որ շատ աղջիկներ փորձում են ակտիվորեն ստեղծել իրենց անհատականությունը։ Չգիտեմ, ասենք ինչ-որ փայտի կտոր էինք, որը կարաս փորագրես ու ինչ-որ նոր բան ստանաս, ինչ-որ արձանիկի տեսքով։ Բայց իրականում անհատականությունը հաճախ ավելի պարզ բան է, քան մենք այդ ամեն ինչը պատկերացնում ենք։ Ինչպես ասեցի 4-րդ գլխում, փորձեք նոր բաները, հասկացեք ձեզ ինչն է սազում, բայց միևնույն ժամանակ մնացեք դուք, ինչպիսին եք դուք իրականում, ինչ կարող եք դուք տալ այս աշխարհին, ոչ թե ինչ կարող են էսթետիկաները բերել ձեր կյանք, ինչ կարա CBK-ը բերի իր ոճով ձեր կյանք։ Այդ չպետք է տենց աշխատի, պետք է հակառակը աշխատի։ Դուք պետք է լինեք ստեղծողը, դուք պետք է լինեք ներդրում կատարողը։ Մեր ժամանակներում տեղեկատվությունը ու կոնտենտը անդադ ավելանում է։ Ու սոցիալական ցանցերում ամեն օր հայտնվում են նոր խորհուրդներ, նոր տրենդներ ու նոր պետք է անեսներ։ Ինձ թվում է դրա մասին էլ էպիզոդ կունենամ, հատկապես այն glow up culture-ի հետ, որը մենք այսօր որպես աղջիկներ ամեն օր տեսնում ենք Instagram-ում։ Ինձ թվում է շատ հետաքրքիր թեմա ու կարելի է քննարկել։ Բայց իրականում անձնական ոճը հաճախ սկսվում է մի շատ պարզ հարցից. ինչն է ինձ իրականում հարմար ու բնական թվում, ինչի մեջ եմ ես։ Երբ մարդը սկսում է պատասխանել այդ հարցին, նրա ընտրությունները աստիճանաբար դառնում են ավելի կայուն։ Եվ այդ ժամանակ ոճը այլևս չի կախվում տրենդներից կամ որոշակի էսթետիկաներից։ Իսկ ես ձեզ շատ եմ սիրում, մաղթում եմ բարի օր, բարի երեկո կամ բարի գիշեր ու հույս ունեմ, որ կհանդիպենք մեր հաջորդ էպիզոդում։ Շատ սիրում եմ։